Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այս տարվա երկրորդ հաղորդումն է։ Որոշել եմ նախորոք ներկայացնել մոլորակային դիրքավորումները փետրվար ամսվա համար, որպեսզի կարողանաք նախորոք կազմակերպել ձեր գործերը։ Գիտեմ, որ հանրօգուտ աշխատանք եմ կատարում իմ հետևորդների, իմ մտերիմների, համախոհների համար։ Դուք արդեն իսկ վերցնում եք հաղորդումները, նայում եք նախորոք օրերը և մի քիչ եք ինձ անհանգստացնում, դրա համար շատ ուրախ եմ։ Նաև ուրախ եմ այն դեպքերի համար, երբ իմ դրական կանխատեսումներն են կատարվել։ Բացասականները միշտ էլ կատարում են, սիրելի հետևորդներ, որովհետև մոլորակները լարված դիրքեր են ունենում, էներգիան կուտակվում է, այնուհետև լուսնի դիրքերից այն պայթում է, պարտվում է։ Այդ ժամանակ բավականին հեշտ է կանխատեսել անել։ Իսկ դրականների համար մեծ ջանքեր պետք է թափենք, սիրելի հետևորդներ։ Լինում են կանխատեսումներ եմ կատարում, բայց նշում եմ անձին, որ գիտես դու ունես կարմիկ խնդիր, Սատուրնը գտնվում է քո այս տանը, դա ուշացնում է ամուսնության հարցը, բայց Սատուրնը հենց այնպես չի ուշացնում ձեր ամուսնության հարցը, ձեր խնդիրների կիզակետում կամ խորքերում, խորքային այդ հարցերի լուծումները ձերից ձեռքերում են, չնայած չեմ ուզում մեղադրել, մարդիկ ծնվում են համապատասխան խառնվածքով, իսկ խառնվածքը փոփոխման ենթակա չէ, բնավորությունը փոխվում է, մարդը փոխում է շրջապատը, փոխում է քաղաքը, երկիրը, այն ժամանակ հնարավոր է տեղի ունենա տների փոփոխություն, մոլորակները կենդանակերպերում չեն փոխում իրենց դիրքերը, բայց տներում փոփոխում է, ահա պատկերացնում եք, եթե հիմա այս խոսափողը դրված է մոտ, չէ, տների տիրույթը ինչ է, մոլորակը, պատկերացնենք մոլորակը կենդանակերպում, բայց եթե մենք սեղանի դիրքը փոխենք, այս մոլորակը կենդանակերպում կանցնի այն կողմ, հա շրջենք, այդ դա է, երբ որ տների տիրույթը փոխվում է, երբ որ մարդը իր կյանքի հունը փոխում է, երբ նա տեղափոխվում է ինչ-որ երկիր, այդ դեպքում հնարավոր է մոլորակի վիճակը բարելավի կամ ընդհակառակը, այդտեղ ավելի բարդ իրավիճակների մեջ հայտնվի մարդը։ Պատկերացրեցիք արդեն աստղաբանությունը ինչպես է աշխատում, աստղաբանը գուշակ չէ, աստղաբանը գիտնական է, չնայած մեր հանրության լայն շրջանակներում արդեն ես հեղափոխություն եմ կատարել, իսկ հեղափոխությունը աստղաբանության դաշտում է գտնվում, շատերը գիտական շրջանակներում գիտեն, որ աստղաբանությունը հիմնված է գիտական, ֆիզիկա-մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների հիման վրա։ Արդեն այստեղ մասնագետի անձնական քարտեզից է կախված, թե նա կարող է ճիշտ կանխատեսումներ անել, նրան հանրությունը կսիրի, թե ոչ, նրա մասին կբամբասեն, թե ոչ, նրան կատեն, նա կընկնի անդունդը իր իսկ գործողությունով, թե նա կհասնի փառքի գագաթնակետին։ Տվյալ դեպքում էլ հենց աստղաբանը, հենց անձը կարող է ուղղել իր կյանքի ղեկը։ Նախ պետք է դու ինքդ փոխվես, տվյալ դեպքում ես աշխատես ինքդ քո այն բերած կարողությունների, հնարավորությունների ներուժի վրա, ընդլայնես շրջանակները և փորձես առաջ գնալ։ Ես ինքս, սիրելի հետևորդներ, շատ հետևողական եմ իմ անձի նկատմամբ, ես իմ խոսքում, իմ բառապաշարում բավականին կոկիկ եմ, այդ կոկիկությունը նաև իմ բնակարանում է, իմ մտերիմների շրջանակն եմ, այդ իսկ պատճառով կարողանում եմ նվաճել ձեր սիրտը, իսկ դրա համար շատ ուրախ եմ, որ դուք բաժանորդագրվում եք ալիքին, մեկնաբանություններ եք գրում, սոցկայքերը արդեն պայթում են 1,5-2 միլիոն մինչև դիտումներն են, իսկ մնացած հարցերում փորձում եմ ավելի ըմբռնող լինել, ես միշտ իմ ուժերը չափում եմ ինքս ինձ հետ, երբեք ոչ ոքի հետ չեմ համեմատում և ինքս ամեն տարի հաղթում եմ հենց ինձ։ Ահա սիրելի հետևորդներ նամակները, դրանք քիչ չեն, բայց շնորհակալական նամակները, նրանք նամակներ չեն, աուդիո ձայնագրություններ, որոնց միջոցով հետևորդները ինձ հայտնում են իրենց շնորհակալությունը։ Դե սիրելի հետևորդներ, դուք գիտեք, որ աստղաբանի ամենակարևոր աշխատանքային դրսևորումներից մեկը դա կոմպետենտությունն է և աստղաբանը, նաև հոգեբանը պետք է պահպանի գաղտնիությունը, իսկ դա ինձ մոտ 100%-անոց է։ Սիրելի հետևորդներ, անցնենք փետրվարյան կանխատեսումներին։ Շատ կարևոր մոլորակային դիրքավորումներ կան, որ ասեմ մոլորակային դիրքավորումները շռայլորեն, բարենպաստ, այդպես շատ են, փետրվարը շռայլ է, այդքան չէ, բայց օգնող հանգամանքները շատ են։ Արդեն իսկ ամսվա վերջ Մերկուրին նահանջելու է, փետրվարի 27-28-ի մոտակայքում էլ
ունենք այս տարվա առաջին արևի խաբարումը։ Դե ինչ, սկսենք փետրվարի 1-ից, ընթացքում մանրամասն կներկայացնեմ նաև մոլորակների տեղաշարժերը կենդանակերպերում։ Դե ինչ, գնացինք առաջ։ Սիրելի հետևորդներ, ամսի 1-ը բարդ մոլորակային դիրքավորմամբ է սկսում։ Հուշեմ ձեզ, որ հաշվարկները կատարում ցերեկային ժամերին 12-ից 13-ի դրությամբ։ Այստեղ տեսնում ենք լուսինը առյուծի կենդանակերպում լիալուսին ամսի 1-ին եւ 2-ին։ Ինձ մոտ նշված էր, որ լիալուսինը ամսի 2-ին է։ Լիալուսինը շոշափում է առյուծ ջրհոս այդ առանցքը։ Լարվածություն կլինի համախոհների եւ ձեր իսկ միջև։ Մանավանդ եթե դուք առյուծի կենդանակերպի ազդեցության տակ ծնված եք։ Էգոն կարող է հաղթել ձեզ եւ դուք կունենաք խնդիրներ ձեր շրջապատի համախոհների, գաղափարակիցների հետ։ Անմասն չեն նաև ցուլի եւ կարճի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Լարվածություն ապագա ծրագրերում ձեր տեսլականում։ Հաջորդ օրն էլ նաև լուսինը առյուծի կենդանակերպում, հաջորդ օրը փետրվարի 2 լարվածություն կրկին, այստեղ ներառված են, տեսնում եք ստելիումը, Մարս, Պլուտոն, Արև, Մերկուրի, Վեներա, հույզերը, զգացմունքները, սեքսուալ այդ ամբողջ ոլորտը, ամեն ինչ այսպես խառնված է իրար, խառնաշփոթ իրավիճակ, փորձեք դուրս գալ այդ իրավիճակից, մանավանդ Մերկուրին էլ է այդտեղ նյարդային լարվածություն, խոսքը կարող է առաջ մղվել եւ հնարավոր է կոնֆլիկտը թեժանա։ Ամսի 1-ին ավելի բարդ է, որովհետեւ լուսին Մարս այդ օպոզիցիանել է դեռևս ակտիվ։ Փետրվարի 2-ը թողնում ենք ետևում, երկուշաբթի օր է, եւ գնում ենք առաջ, փորձեք լինել ավելի կարեկցող եւ մի փոքր համագործակցող։ Գնացինք առաջ փետրվարի 3-ը, 3-ն էլ է լարված, ցերեկվա 12-ի դրությամբ, կեսօրի դրությամբ, լուսինը արդեն իսկ մեկույսի կենդանակերպում, լարվածությունը կնկատվի աշխատանքում, կույսը աշխատանքն է, առողջապահական համակարգն է, հենց այդ օրերին այդպես արդեն իսկ հարկային հաշվետվություններ են, ուշադիր եղեք ֆինանսական կորուստներից, խնդիրներ ֆինանսի հետ կապված, աշխատանքում լարված իրավիճակ կարող է լինել, ովքեր գործատուներ են, տեսնում եք Ուրանը ցուլում, լուսինը կույսում, հնարավոր է անսպասելի ծախսեր առաջանան։ Օրը երեքշաբթի փետրվարի 3-ը խորհուրդ չի տրվում ֆինանսական գործողություններ, ֆինանսական գործարքներ կատարել։ Դա կարող եք թողնել 1-2 օր հետո։ Տեսնում եք փետրվարի 4-ը, դրական դիրքավորումներ, լուսին Յուպիտեր սեքստիլ, կարող եք ձեր այդ մի քանի օրվա գործը տեղափոխել փետրվարի 4-ին։ Հաշվարկներ, կայունություն աշխատանքում, մանրակրկիտ հաշվարկները հնարավորություն կտան հաջողություններ ունենաք, ձեր հարազատների շրջանակներում էլ տեսնում եք Յուպիտերը խեցգետնում, հնարավորություն կունենաք ձեր աշխատանքային վիճակը բարելավելու, նրանք ովքեր ցանկանում են գործարքներ կնքել, անշարժ գույքի հետ կապված կարող են հենց այդ օրը անել, նշանադրություն, հարսանիք, նմանատիպ այդ արարողակարգերը նույնպես կարող եք ամսի 4-ին տեղափոխել, նաև ամուսնության գրանցման օրը։ Հաջորդ օրը, սիրելի հետևորդներ, հաջորդ օրը ամսի 5-ին փետրվարի ցերեկային ժամերին արդեն լուսինը եւ ժամ 14-15-ի դրությամբ անցնում է կշեռքի կենդանակերպ, կույսը աշխատանքն է, կշեռքը միջանձնային գործընկերային հարաբերություններն են, պայմանավորվածությունները կարող են առաջ ընթանալ առանց խոչընդոտների, գովազդներ տեղադրելու, բարեհաջող այդպիսի բանակցություններ վարելու, ֆինանսական հաջողություններ կարող են լինել, պարգևատրումներ, օրը փաստորեն 5-շաբթի է, դա Յուպիտերի օրն է, կարող եք համացանցային ձեր այդ եթե բիզնեսներ ունեք, եթե համախոհների շրջանակներ ունեք, գաղափարակիցներ ունեք, ձեր բոլոր ծրագրերը կարող եք արդեն իսկ մեկնարկել։ Ճիշտ է, լուսինը ընդհանուր արդեն նվազող է լիալուսնից հետո, բայց միևնույն է, մեծ հնարավորություններ կան, որպեսզի ձեր գործերը առաջ գնան։ Նոր գործընկերներ, նոր զինկընկերներ, նաև կարող եք գրանցել ամուսնությունը ամսի 5-ին, տեսնենք ամսի 6-ը ինչ վիճակ է, ամսի 6-ն էլ է բարենպաստ այն առումով, լուսին, արև, Մարս, այդ տրիգոնն է, Յուպիտերի հետ քառակուսի դիրքավորումը, խնդիրներ կարող են լինել տանը, հեղինակությունը պահելու, թող ուշադիր լինեն, խեցգետին, կշեռք, այդ ծեղջուր եւ խոյ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները, տան մեծերի հետ սիրաշահեք նրանց սիրտը, փորձեք նրանց հետ մրցակցության մեջ չմտնել։
իսկ գործընկերների, զուգընկերների, այդ գաղափարակիցների շրջանակներում հաջողություններ կարող եք ունենալ։ Այս դրական ասպեկտը կարող է ազդել կշեռք, ջրհոս երկօրյակ եւ նաեւ աղեղնավոր եւ առողջ կենդանակերպերի մի փոքր խոյ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների վրա, եթե խոյերը որոշել են, որ պետք է գնան փոխզիջումների։ Կարևոր դրական դիրքավորում, որը կօգնի ձեզ ուղղակի կայուն համագործակցային այդպիսի շրջանակներ ստեղծել։ Գնացինք առաջ փետրվարի 7-ը, ավելի բարենպաստ է, պատկերացրեք շաբաթ օր, հարսանիք, նշանադրություն, ուրախություն, բանկետներ, կորպորատիվներ, համախոհների, գաղափարակիցների, ընկերների, նաև ձեր մտերիմ շրջանակների հետ կարող եք կազմակերպել այդ բոլոր արարողակարգերը, այդ բոլոր հանդիպումները, նոր ծրագրեր, գովազդներ, ուղղավորը կբերի ձեզ մեծ հաջողություններ։ Նաև էսթետիկ միջամտության համար է բարենպաստ, իսկ չնայած շաբաթ օրը չեն կատարում, նախորդ 2 օրերն էլ կարող եք կատարել։ Գնանք առաջ, Լուսինե Կարիճի կենդանակերպում փետրվարի 8-ի մի կողմից բարդ իրավիճակներ, Լուսին Պլուտոն պարտքեր եւ վարկեր վերցնելու համար անբարենպաստ է, պարտքով գումարները խորհուրդ չեմ տա, որ ուղղակի տակ կամ վերցնեք, եթե բանկային որոշակի հարցեր կան, Լուսինե Կարիճում հանրային գումարներն են, կտակի հետ կապված հարցերը կարող են դրական լուծում ստանալ, եթե դուք բարեխիղճ եք եղել, որտեղ Մերկուրին եւ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է Լուսինե Կարիճում, դա կտակն է, դա ժառանգությունն է, հանրային գումարներ են, դրանք ներդրումներ են, այո, այդ օրերին կարող եք կատարել, բայց չափի զգացումը պահեք, որտեղ Լուսին Պլուտոն այդ քառակուսին երբեմն կարող է ձեզանից մեծ գումարներ հափշտակել։ Եթե համացանցային ներդրումներ եք կատարում, ուշադիր եղեք խաբեություններից, նաև մի տրամադրեք ձեր ծածկագիրը կամ գաղտնանունը այդ համացանցային բոլոր այդ կարգերին, վտանգավոր կլինի, եթե ստուգված չէ, ապա զգույշ եղեք գողերից, համացանցային, այսպես ասում են հաքերներից, որպեսզի դուք չտուժեք։ Գնացինք առաջ, տեսնենք Կարիճի կենդանակերպում էլ ինչ ունենք, ամսի 9 բարենպաստ է, տեսեք ինչն է կարևոր, Լուսին Յուպիտեր տրիգոնն է, եթե ունեք գործարքներ ֆինանսաբանկային այդ դաշտում, Լուսին Յուպիտերը ձեզ թույլ կտա ձեռք բերել նոր բնակ տարածք։ Այդ օրերը բարենպաստ են նաև բեղմնավորման համար, երեխան կարող է լինել աղջիկ իգական սեռի, ձեր ընտանիքներում կարող է լիություն լինել, եթե ձեռք եք բերում բնակարան, բնակ տարածք, հողատարածք, օրը բարենպաստ է, բայց զգուշացեք կոնֆլիկտային իրավիճակներից, համացանցային բոլոր գործարքները մանրամասն ստուգեք, որտեղ Լուսին, Մարս, Արեգակ, քառակուսի եմ նկատում, նաև ձեր ընկերների համար վարկեր չվերցնեք։ Պարտքով գումարներն եթե տակ, նրանք կարող է չվերադարձնել ձեզ։ Ուստի ուշադիր եղեք ապագա պլաններում էլ, նաև ներդրումներում չափի զգացումը ուղղակի պահեք։ Իսկ մնացած դեպքերում հնարավոր է, որ անսպասելի սիրելի խեցգետին, Կարիճ եւ ձկների կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ դուք ունենաք հաջողություններ, բախտը ձեզ ժպտա եւ դուք ուղղակի ունենաք ձեր երազանքի բնակարանը կամ սպասեք ձեր երազած երեխային։ Հաջորդ օրը գնում ենք առաջ, իսկ դա հաջորդ օրը փետրվարի 10-ն է, մի կողմից լարված դիրքեր, մյուս կողմից արդեն լարվածությունը թուլանալու միտում, լարված դիրքեր, տեսնենք Լուսին, Վեներա եւ այստեղ Ուրանի հետ, Լուսին աղեղնավորի կենդանակերպում, արդեն ցերեկվա 12-ի դրությամբ աղեղնավորի կենդանակերպում է, նոր գործեր, նոր նախաձեռնություններ, տրամաբանորեն այստեղ արդեն իսկ մենք, եթե հիշում ենք, Նեպտունը գտնվում է Խոյում, Սատուրնը 1-2 օրից անցնելու է Խոյի կենդանակերպ, նոր գործեր կարող եք սկսել, գոնե դրա նախագիծը կարող եք գծել, բայց ուշադիր եղեք, որպեսզի խաբեություններ չլինեն, ովքեր ճանապարհորդում են Լուսին աղեղնավորի կենդանակերպում, ձեր իրերը անպայման ուշադիր դասավորեք, ձկները դա պարֆյումն է, դա ալկոհոլն է, որպեսզի այդ սահմանային անցակետերում խնդիրներ չլինեն, հա, դուք գիտեք ինչպես կարող եք տեսակավորել, նաև խաբեություններ կարող են լինել սիրո մեջ, արտերկրից եթե գնումներ կատարեք, հնարավոր է այդ իրերը շփոթեն, ճիշտ իրեր չդնեն կամ ուղղակի ձեզ խաբեն։ Մի կողմից դրական դիրքեր են, բայց այդ օրվա համար խորհուրդ չեմ տալիս արտերկրի հետ կապված գնումներ կատարել։
թողեք հաջորդ օրերին, իսկ հաջորդ օրերից մեկը դա փետրվարի 11-ն է, լուսինը աղեղնավորում, մի կողմից խաբեություններ, տեսնում եք երկու օր գնումների համար, սիրային խոստովանությունների համար հնարավոր ինչ-որ գաղտնիքներ բացահայտվեք, արտերկրից ինչ-որ ձեր սիրելին հնարավոր է չգա, այնտեղ կարող է լուրել լսեք կամ այստեղից լսեք արտերկրում ոչ պարկեշտ իրավիճակներ ձեր սիրելիի հետ կապված, իսկ այդ դիրքավորումը կազդի աղեղնավոր ձկներ, երկվորյակ եւ կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների վրա, մի դեպքում էլ ունենք դրական դիրք, դա դրական դիրքը համախոհների հետ խոսակցություն, ընկերների հետ բարեդրացիական հարաբերություններ, բայց սիրային հարաբերություններ, բացահայտումներ, գաղտնիքներ, որոնք ձեզ կզարմացնեն եւ ուղղակի ձեր տրամադրությունը կգցեն։ Փետրվարի 12 լուսինը աղեղնավորում բարդ դիրքեր, բարդ դիրքավորումը ձեզ կխանգարի, ճանապարհորդելիս ասում եմ ուշադիր եղեք անցակետերը անցնելիս, արդեն իսկ ուշադիր եղեք, Սատուրնը մոտենում է խոյ, Նեպտունը խոյում է, զինված մարդկանցից ուշադիր եղեք, այնպիսի իրեր տեղափոխեք, եթե ուղղակի գրագրությամբ եք զբաղվում, եթե տեսեք Նեպտունը ինչն է, նավն է, դա ջրային այդ տրանսպորտն է, եթե նավարկելու եք ուշադիր եղեք, ուղղակի ուշադիր եղեք ձեր իրերը չկորցնեք անցակետերում անցնելիս էլ այնպիսի իրեր վերցրեք, որոնք ուղղակի հեշտ անցանել են, իսկ մնացած տեսականին, եթե ձեռքի վերցնել չի, տեղափոխեք բեռների մեջ, զգույշ եղեք, ձեզ ուղղակի չձերբակալեն, եթե դուք կարգազանցեք։ Անցնենք առաջ, լուսինը այծեղ ջուրում, փետրվարի 13, 14 եւ 15-ին արդեն ցերեկային ժամանին ջրհոսում է։ Մի կողմից դրական դիրքեր դա ղեկավարների հետ խոսելու, ամսի 13-ին զգուշ եղեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինի ղեկավարների հետ, կարող եք շատ զգուշորեն մոտենալ, բայց սիրային հարցերում նաև ձեր մտադրությունը, նրանք ովքեր զբաղվում են այնպիսի գործերով Մերկուրին ձկների կենդանակերպում դրանք արվեստագետներն են, նաև կտակի հետ կապված, ժառանգության հետ կապված բոլոր հարցերը կարող են բարենպաստ, բարեհունչ այդպես ընթացքով ընթանալ, անշարժ գույքի առք ու վաճառքի հետ կապված, տեսնում եք ամենաբարենպաստ օրերն են։ Այստեղ մի քիչ ուշադիր եղեք, լուսին Յուպիտեր օպոզիցիան այնպես է կանի, որ դուք ուղղակի ճիշտ չեք պատկերացնի իրավիճակը, մեծ գումարներ կարող եք ծախսել, իրատես եղեք, որպեսզի կարողանաք ճիշտ գնումներ կատարել։ Նաև ուղարկեք ձեր CV-ները այն վայրեր, այն գերատեսչություններ, որտեղ պատկերացնեք, որ ձեզ կընդունեն։ Փետրվարի 13 եւ 14, փետրվարի 15-ին ամենաբարենպաստ օրն է, այդ օրը համախոհների հետ լուսինը ջրհոսում համախոհների ժամանակ անցկացնելու, գովազդներ տեղադրելու, նոր պրոյեկտներ, նոր պրոցեսներ ներգրավելու համար բացառիկ բարենպաստ դիրքավորում, ջրհոս, խոյ, այստեղ ցուլ եւ երկվորյակ, նաև մյուս կողմից, եթե դիտարկում ենք աղեղնավոր, կշեռ, այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Փետրվարի 16-ը սիրելի հետևորդներ խորհուրդ չեմ տալիս ոչինչ ձեռնարկել, նախ լուսնի 29-րդ օրն է, երկրորդը լուսինը առանց ընթացքի է։ Եվ հաջորդ օրը մենք ունենք փետրվարի 17, մենք ունենք նորալուսին նաև արևի խավարում։ Արևի խավարում, որը բարդ մոլորակային դիրքավորումներով է ուղեկցվում, թող ուշադիր լինեն ջրհոս, ցուլ, առյուծ եւ կարիճ կենդանակերպերի վերջին աստիճանների ծնվածները։ Արևի խավարումը տեղի կունենա 28 աստիճան 50 րոպե ջրհոսի կենդանակերպում եւ այն կներառի հետեւյալ կենդանակերպերը, որոնք նշեցի։ Պետք է ուշադիր լինեք նոր պլաններ, նոր նախագծեր, որոնց կարող է խոչընդոտել անսպասելի ֆինանսական վիճակները։ Արևի խավարման մասին ես կխոսեմ հաջորդ շաբաթ մանրամասն կներկայացնեմ ըստ կենդանակերպերի։ Հաջորդ օրը մենք դիտարկում ենք, տեսնում եք 19-ին եւ 20-ին։ Բարենպաստ է սիրային գործերի համար, նրանք ովքեր զբաղվում են հոգեբանությամբ, հոգևոր զարգացման, հնարավոր է կարող եք նշանադրություն, հարսանիք, ամուսնության օր կարող եք նաև նշանակել լուսին Վեներան, դրական դիրքեր Յուպիտերի հետ։ Ամենաբարենպաստ օրը
ամեն ինչի համար կարող եք տուն ձեռք բերել, բնակարան ձեռք բերել, սիրային հարաբերությունները շտկել, սիրահարվել, նշանադրություն, սիրո խոստովանություն, մեծ եւ փոքր բարեգործներին միանում է նաեւ Լուսինը։ Հաջորդ օրը մենք տեսնում ենք կրկին դա բարենպաստ օր ամսի 19-ի փետրվարի 20-ին բարենպաստ օր, խոյի կենդանակերպում, ակտիվություն, բայց որը շատ Լուսինը ակտիվ նշան է խոյում, բայց այն կօգնի ձեզ, որպեսզի լինեք նաև մարտունակ եւ ոչ կարգազանց, ակտիվության հետ մեկտեղ նոր գործելու հնարավորություն։ Հաջորդ օրը քիչ չափով բարենպաստ, իսկ քիչ չափով նաև ոչ բարենպաստ դիրքերը այդքան էլ վտանգավոր չեն, ձեզ կխանգարի ձեր մեծամտություններ սիրելի խոյեր։ Կարևոր գործերը գցեք դրանից 2 օր առաջ, 19, 18, 19, 20, հա սիրելի հետևորդներ, 21-ը թերի դիրքեր կան, 22-ը ֆինանսական հարցերը խնդիր կառաջացնեն ձեզ համար, բայց նվերների համար է բարենպաստ, անբարենպաստ է ֆինանսական գործարքների համար համացանցային կրկին պարտքով գումարներ տալու վերցնելու համար, բարենպաստ է սիրային գործերը առաջ տալու համար։ 2 բարենպաստ օր, սիրելի հետևորդներ, փետրվարի 24-ին Լուսինը երկվորյակում դա տալիս է լրատվության հետ շփվելու, քուր, եղբայր, նրանց հետ հարաբերությունները շտկելու, համախոհների հետ շփվելու, նաև եթե կցանկանաք էլեկտրոմոբիլներ գնել, տրանսպորտ գնել, ինֆորմացիոն տեղեկատվական հարթակում մեծ հնարավորություններն եք փետրվարի 24-ն է։ Եվ 2 կարևոր օրեր, որոնք դրական են, փետրվարի 27 եւ 28, այդ 2 օրերը, բայց ամենաբարենպաստ օրերից մեկը փետրվարի 27-ը, որը թույլ կտա ձեզ կրկին շաբաթ օր վայելելու ընտանեկան երջանկությունը, լինել տան անդամների հետ, տան մեջ ուղղակի երջանիկ լինել։ Այս բարենպաստ դիրքը կօգնի ձկներ, խեցգետին կարիճ եւ ցուլ, այստեղ նաեւ այծեղջյուր եւ կույս կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածներին։ 28-ը արդեն թերի բարենպաստ է։ Այսքանը, սիրելի հետևորդներ, 28-ին ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտներ չունենաք ձեր մտերիմների, համակիների հետ եւ ապագա պլաններում քիչ էմոցիա կիրառեք։ Սիրելի հետևորդներ, փորձեցի այսպես կարճ ներկայացնել ձեզ փետրվար ամսվա դիրքավորումները։ Շնորհակալ եմ, որ հետևում եք ալիքին, որ մեկնաբանություններ եք գրում եւ նաեւ կիսվում եք։ Հաջորդ շաբաթ կխոսեմ խավարումների մասին։ Լավ եղեք։